Հայաս էսուր եք եթում։ Գնում ենք Սուրբ Գրիգորի մեծ անապատ։ Սուրբ Գրիգորի մեծ անապատ։ Հա, ճիշտ եմ ասում։ Հա։ Ճանապատ։ Որտեղ։ Սուրբ Գրիգոր Լուսավորի ճանապատ։ Հա։ Ճգնարա։ Այդ որ դարա։ Չգիտեմ, գիտես դարը որ դարա։ Մենք ենք մեծ ասում, մեծ սրտով են գալու։ Այո։ Բագից ախր են արելի մարդիկ սրա համար։ Չէ, լավ է, ռեստորանի տերը ապրում, ռեստորանի տերը։ Այս լիֆտը կա ոնց որ նայեմ, ես լիֆտը լավ։ Բայց չի աշխատում։ Սեզման երևներ։ Ինձ մոտ է։ Սենցավելի լավ է քան դրված շատ է Որ բռնավի անցնեմ։ Ապա։ Գևորգ Ատենապետ, որտեղ ես բերել դու մեզ այսօր։ Բերել եմ թաքնված գանձերը մեր։ Ինչ անունը։ Տեսնենք։ Հա ձենոլիկ։ Ռեստորան է սարքել էս տարածքի։ Ես որ կոնդում ենք այն մեքենա որ եկավ, 0101 միացել Երուսաղեմ, շատ հավաքում ասում։
Ասում եմ Սուրբ Գրիգորիչը, որ մեր ազգի համար աղոթել է իշխանների դասի համար։ Հրեշտակնիկինը դասի է, չէ՞։ Հրեշտակապետ։ Նա ոնց որ հովանավանքը։ Ես էլ նոր ասում եմ։ Ես էլ բարակակած, բազի դու ներս եմ նստում։ Կան վերացած գան։ Այդու։ Բնակավայրից հեռու ինչ-որ տեղեր, հիմնականում այդ անապատականները տղամարդիկ էին, քաշվում էին ժողովրդից ու բնակավայրերից հեռու մի ասենք ձորեր, անապատ այն բանով են ասում, հիմնականում Եգիպտոսում էր շատ, այնտեղ ինքը այն իմաստ ունի, որ այսինքն անապատի այդ դատարկությունը, էլի, այդ ճոխությունը, ուտելիքների բաները չկան, քաշվում էին անապատ էին կոչվում, ուտենց երկրորդ, չորրորդ դարերում ամենա ոնց որ բուրըն շրջանն էր, շատ տղամարդիկ իրանց այդ քրիստոնեական ապրելակերպը պահելու համար քաշվում էին առանձին բնակավայրից ապրում էին ու միասին, իրանց հացը միասին էր, ջուրը միասին էր, աղոթքը միասին էր, այդպես գումար, բան առանձին չունեն, ամեն ինչը ընդհանուր էր։ Ոնց որ առաջի այդ կարդում ենք ավետարանի մեջ, առաջի այդ առաքելական շրջանում եկեղեցիները ամեն ինչը ընդհանուր էր իրանց գումարը ամեն ինչը ընդհանուր էր ու տենց անապատ այդ անվանումը մնաց մինչև հիմա այս կոնկրետ այս եկեղեցին 13-րդ դարի է կառուցվել բայց քանի որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը արդեն երբ որ Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց ինքը առաջին կաթողիկոսն է մեր համարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ինքը արդեն այդ կաթողիկոսական շրջանից հետո եկել է Արագածի լանջերին տարբեր տեղեր բաներ կա խուցեր կա դրանք ճգնել է նաև շատ հաճախ Արագածից իջել է այս շրջանը կոնկրետ օհանավանքը տեսնում եք այն կողմն էլ մի քիչ նույն ուղղակի մեզնանից չէ Սաղմոսավանքն է իջել է այս տարածքները այստեղ ժողովրդի համար սաղմոսներ է կարտը, դրանից էլ ոնց որ սաղմոսավանքի անվանումն է գալիս, սաղմոսներ, որ մենք ճանապարհին կարդում էինք։ Ու նաև խցեր կան, այս կիրճի մեջ էլ, այսինքն ճանապարհ կա դեպի Օհանավանք։ Այս վերջերում էլ հայտնաբերեցին մի հատ դամբարան ձորի մեջ, ու ժայռապոր եկեղեցիներ կա, ուշադրություն որ դարձնեք ճգնարանները։ Այսինքն տարբեր ոնց որ Գեղարդի վանքում, տարբեր ժայռերի մեջ մարդիկ ապրել են, ճգնել են, ասենք, իրանք իջել են կարող է որ ուտելիք իրանց բերելու, հիմնականում բուսակեր են եղել։ Իջել են իրանց ուտելիքը վերցրել, հելնել այդ քարանձավներում ճգնել։
մեծ ստեղ վանական այդ ներկայություն ա եղել, իհարկե Օհանավանքում մեծ դպրոց ա եղել, այնտեղ մոտավորապես 300-400 հոգի այդ 12-13-րդ դարերի մասին ա խոսքը, այդ շրջանից հետո վանականներ են ապրել։ Ու արդեն այդ հին ճգնարանների վրա, որոնք որ Գրիգոր Լուսավորչի ժամանակներից են եղել 4-րդ, 3-րդ, 5-րդ դարի, արդեն 11-12-րդ դարերում կառուցվել է սենց եկեղեցիներ ու մատուրներ։ Կոնկրետ Օհանավանքը նույնպես 13-րդ դարի սկիզբ 1215, իսկ էսին հավանաբար այդ շրջանի, ես ճիշտ ասած կոնկրետ չգիտեմ որ թվականին է, բայց 13-րդ դար պետք է որ լինի։ Մի խոսքով շատ զորավոր տեղ է, երեխեք ջան, աղոթներդ ընդունելի լինի, բոլոր մեր նախ շատ կուզեմ, որ մեր Սիրիա հայերի համար աղոթ կանենք և մեր գերեվարված հայրենակիցների համար, իհարկե ձեր անհատական աղոթներն էլ արեք, բայց հիշենք մեր երկիրը, մեր գերեվարված հարազատ մարդկանց և իհարկե Սիրիայում ու տենց պատերազմական տեղերում ապրող մեր հայրենակիցներին։ Ամեն։ Ամեն։ Ձեզ աղոթքները բաժանեմ, մի հատ Տեր
եւ ազատյա երևելի եւ ամենևի տեսնանյուն հանրավերյալ դուրսան բարերին Հավատով խոստովանում եւ երկիր պագանեմ քեզ հայր, որդի եւ Սուրբ Հոգի անեղ եւ ամաբնություն արիչ հրեշտակած եւ մարդկան եւ ամենայն եղելոց ողորմյա քո արածոց եւ ինձ բազմամեղից Հավատով խոստովանում եւ երկիր պագում եմ քեզ անբաժանելի լույս միասնական սուրբ երրորդություն եւ մի աստվածություն լույսի արարիչ եւ խավարի հալածիր իմ հոգուց մեղքերի ու անգիտության խավարը եւ լուսավորիր իմ միտքն այս ժամին քեզ հաճույքով աղոթելու եւ ընդունելու քեզից իմ խնդրածները եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից Հավատով խոստովանում եւ երկրպագում եմ քեզ անբաժանելի լույս միասնական սուրբ երրորդություն եւ մի աստվածություն լույսի արարիչ եւ խավարի հալածիր իմ հոգուց մեղքերի եւ անգիտության խավարը եւ լուսավորիր իմ միտքն այս ժամին քեզ հաճույքով աղոթելու եւ ընդունելու քեզանից իմ խնդրվածները եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից Հայր երկնավոր Աստված ճշմարիտ որ առաքեցիր քո սիրելի որդուն փնտրելու մոլորյալ ոչխարին մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ ընդունիր ինձ ինչպես անառակ որդուն եւ հագցրու ինձ նախկին պատմուճանը որից մերկացա մեղքով եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից Որդի Աստծո Աստված ճշմարիտ որ խոնարեցար ի հայրական ծոցո եւ առեր մարմին ի սուրբ Կուսեն Մարիամա վասն մերո փրկության խաչեցար թաղեցար եւ հարյարի մեղելոց եւ ամբարձար փառոկար հայր մեղա երկնքնս եւ առաջիկո հիշիազիս որպես զավազական օժամ գասարքայությամբ քո եւ ողորմյա քո արածոց եւ ինձ բազմամեղից Հոգի Աստծո Աստված ճշմարիտ որ իջար Հորդանան եւ Վերնատուն եւ լուսավորեցիր ինձ սուրբ ավազանի մկրտությամբ մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ մաքրիր ինձ վերստին Աստվածային քո հրով ինչպես սուրբ առաքյալներին հրեղեն լեզուներով եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից Անեղծ բնություն մեղանչեցի քո դեմ իմ մտքով իմ հոգով եւ մարմնով Մի իշիր մեղքերն իմ նախկին հանուն քո սուրբ անվան եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից Ով ամենատես մեղաքես խորհրդով խոսքով ու գործով ջնջիր ձեռագիր իմ հանցանքների եւ գրիր անունս կյանքի գրքում եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից Գաղտնիքներ քննող մեղաքես կամա եւ ակամա գիտությամբ Գիտակցաբար եւ անգիտակցաբար թողություն շնորհիր մեղավորիս քանզի սուրբ ավազանից նունդից մինչեւ այսօր մեղանչել եմ քո աստվածության առաջ իմ զգայարաններով եւ մարմնիս բոլոր անդամներով եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից Ամենախնամ Տեր քո սուրբ երկյուղն իմ աչքերին պահապանդիր որ էլ պակշոտ չնայեն եւ իմ ակաժներին որ չախորժեն լսել չար խոսքեր եւ իմ բերանին որ սուտ չխոսի Եվ իմ սրտին, որ չարը չխորի, և իմ ձեռքերին, որ անիրավություն չգործեն, և իմ ոտքերին, որ չգնան անօրեն ճանապարհներով, այլ ուղղիր սրան շարժումն ամեն ինչում, քո պատվիրաններին հետևելու և ողորմիր քո արարածներին և ինձ բազմամեղից։ Հուր կենդանի Քրիստոս, երկրում տարածված քո սիրո հուրը բորբոքիր իմ մեջ, Որպեսզի այրի իմ հոգու աղտն ու սրբի իմ խղճ մտանքը եւ մաքրի իմ մարմնի մեղքերը եւ վառի քո գիտության լույսն իմ սրտում եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից Իմաստություն Հոր Հիսուս տուր ինձ իմաստություն ամեն ժամ քո առաջ բարին խորելու, խոսելու եւ գործելու եւ փրկիր ինձ չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղից Բարիք կամեցող, ով Տեր կամարարար, մի թող ինձ իմ անձիս կամքով գնալ, այլ առաջնորդիր ինձ լինելու
միշտ ըստ քո պարեսեր կամքի եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Արքա երկնավոր, տուր ինձ քո արքայությունը, որ խոստացար քո սիրելիներին եւ զորացրու սիրտս, որ մեղքերն ատեմ եւ սիրեմ լոկ քեզ ու կամքդ կատարեմ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Խնամող արարածների, խաչիտ նշանով պահպանիր հոգիս ու մարմինս, մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից եւ հոգու ու մարմնի բոլոր վտանգներից եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Բոլորի պահապան Քրիստոս, թող քո աչը հովանի լինի ինձ վրա, գիշեր թե ցերեկ, տանը նստած թե ճամփա գնալիս, քնած թե արթուն, որպեսզի երբեք չսասանվեմ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Աստված իմ, որ բացում ես ձեռքդ եւ լցնում բոլոր արարածներին քո ողորմությամբ, քեզ եմ հանձնում իմ անձը, դու հոգա եւ պատրաստիր իմ հոգու եւ մարմնի կարիքներն այսուհետեւ մինչեւ ավիտյան եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Մոլորվածներին դարձի բերող, դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորությունների, բևեռիր իմ հոգում մահվան սոսկալի օրը, գեհենի երկյուղն ու արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերս ու գործեմ արդարություն եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Աղբյուր անմահության, բխեցրու ապաշխարության արցունքներն իմ սրտից, ինչպես այն պոռնիկից, որպեսզի լվանամ իմ անձի մեղքերը նախքան այս աշխարհից իմ հեռանալը եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Պարգևիչ ողորմության, պարգևիր ինձ ուղղափառ հավատքով, բարի գործով եւ քո սուրբ մարմնի ու արյան հաղորդությամբ գալ դեպի քեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Բարերար Տեր, ինձ բարի հրեշտակի հանձնիր հոգիս քաղցրությամբ ավանդելու եւ անխռով անցկացնելու դևերի չարության միջով, որոնք գտնվում են երկնքի ներքո, եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Լույս ճշմարիտ Քրիստոս, արժանացրու հոգիս այն կանչի օր ուրախությամբ տեսնելու քո փառքի լույսը եւ արդարների օթևանի մեջ հանգչելու բարեհույս մինչև քո գալստյան մեծ օրը եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Արդար դատավոր, երբ հոր փառքով գաս դատելու ողջերին եւ մեռյալներին, քո ծառայի հետ դատի մեջ մի մտիր, այլ փրկիր ինձ հավիտենական հրից եւ լսելի արա ինձ արդարների երկնքի արքայություն հրավիրող երանավետ կանչը եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Ամենաողորմած Տեր, ողորմիր քեզ բոլոր հավատացողներին, հարազատներիս ու օտարներին, ծանոթներիս ու անծանոթներին, ողջերին ու մեռածներին, իմ վրա մի բայ խնդրում եմ էլի։ Ամենաողորմած Տեր, ողորմիր քեզ բոլոր հավատացողներին, հարազատներիս ու օտարներին, ծանոթներիս ու անծանոթներին, ողջերին ու մեռածներին, թողություն շնորհիր նաև թշնամիներիս ու ատողներիս, որ իմ դեմ հանցանքներ են գործում, եւ նրանց ետ կանգնեցու չարիքներից, որ ունեն իմ դեմ, որպեսզի արժանանան քո ողորմությանը եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս։ Փառավորյալ Տեր, ընդունիր քո ծառայի աղաչանքները եւ ի բարին կատարիր խնդրվածներն իմ, բարեխոսությամբ Սրբոյ Աստվածածնի, Սուրբ Հովհաննես Մկրտչի, մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի, մարգարեների, մարտիրոսների, վարդապետների, հայրապետների, ճգնավորների, գույսերի միանձանց եւ քո բոլոր երկնավոր եւ երկրավոր սուրբերի եւ քեզ անբաժանելի սուրբ հյուրթությանը փառք եւ երկրպագություն հավիտյանս հավիտենից ամեն
Ամեն հայի սրտից բխած լսի այս ձայն ով Աստված երկար կյանք տուր հայրապետին երկար օրեր հայոց հոր երկար կյանք տուր հայրապետին երկար օրեր հայոց հոր Տեր անսասան պահիր դու միշտ քո իսկի մնաց մայրաթոր Տեր անսասան պահիր դու միշտ քո իսկի մնաց մայրաթոր Բայց դες